Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վերջին օրերին մեր քաղաքական դաշտում հաճախ ենք տեսնում առաջիկա ընտրություններին ընդառաջ նախընտրական ծրագրերի ներկայացում, անկեղծ ասած շատ հավակնոտ ծրագրեր են, շատ հավակնոտ նախագծեր, սակայն եթե այսօր լիներ 2017 թվականը, գոնե 2018 թվականը, քանի որ 2017-ը պատահական չեմ հիշում, որովհետև պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կազմել են 3 տրիլիոն 305 միլիարդ ՀՀ դրամ, նախահեղափոխական 2017 թվականի համեմատ աճելով շուրջ 2.2 անգամ կամ 1 տրիլիոն 800 միլիարդ ՀՀ դրամով։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը ոչ թե նախընտրական խոստումների կամ երազանքների մատյան է հրամցնում քաղաքացիներին, խորհրդարանական ընտրությունների ընդառաջ, այլ քաղաքացիական պայմանագրի կառավարության ծրագրի առաջարկությունների և նպատակների կրողն է։ Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը բավականին մեծ և ծավալուն փաստաթուղթ է։ Այն մանրամասը ներկայացրել են վարչապետը և այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Ամբողջը ելույթներով ներկայացնելը հնարավոր չէ։ Ես ուզում եմ խոսել մի շարք կարևոր, ինձ համար կարևոր մասերի վերաբերյալ, սակայն ուզում եմ սկսել ամենակարևորագույնից։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Փակվեց այլևս երկու երկրների միջև փոխհրաձգությունների և սողացող պատերազմի դարաշրջանը։ Մենք շարունակում ենք մեր որդեգրած հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ամրապնդելով Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, շարունակում և շարունակելու ենք առաջ մղել խաղաղության և կայուն զարգացման օրակարգերը։ Եվ հայացք գցելով մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին, կարող ենք հաստատապես ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղության կրողն ու խաղաղության տեր կանգնողն է, համընդհանուր առողջապահական ապահովագրության շահառուն է, վերափոխվող զինված ուժերի պաշտպանության ներքո իրեն ապահով զգացող զինվորի ընտանիքն է, արժանապատիվ կենսաթոշակ ստացող մեզ սիրելի տարեցն է, նվազագույնը 150% ավելացված աշխատավարձ ստացող գիտնականն է, վերականգնված հուշարձաններ այցելող քաղաքացին է, իրենց կենդանության օրոք, ուզում եմ անպայման շեշտել, իրենց կենդանության օրոք սեփական ազգանունով սպորտային համալիրներ ունեցող մեր չեմպիոններն են, արժանապատիվ աշխատավարձ ստացող ուսուցիչն է, մոտակա սուպերմարկետ գնալու հաճախականությամբ Հռոմ և Փարիզ այցելող քաղաքացին է։ Եվ այս ամբողջը նախընտրական ծրագիր չէ, երազանք չէ, խոստում չէ, սա այն իրականությունն է, որին ձգտել և հասել ենք մեր կառավարման տարիներին։ Եվ հիմա նախընտրական ծրագիր գրողները գոնե մի քիչ ֆուտուրիստական մտքի տեր պիտի լինեն, որ կարողանան գրել այնպիսի գայթակղիչ առաջարկներ, որոնք առաջանցիկ լինեն այս իրականացվող ծրագրերից, կամ գոնե մի քիչ կարողանան նմանակել նման ծրագրերի։ Սա այն ամենն է, որի մասին ամեն օր խոսում ենք։ Սա գրեթե ամենն է, որի հետ մենք ամեն օր առնչվում ենք։ Եվ հիմա ցանկանում եմ խոսել նաև այլ ցուցանիշների մասին։ 2025 թվականին բուհերում և քոլեջներում Ղարաբաղից տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման աջակցության ծրագրի շահառու է եղել քոլեջների 456 և բուհերի 2761 ուսանող։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025 թվականին պետական բյուջեից փաստացի ծախսվել է շուրջ 45.7 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2023 թվականից ի վեր շուրջ 146 միլիարդ դրամ։ Չեք զարմանում, չէ՞, գիտեք, չէ՞, ուղղակի պետք չի ասեք։ Տիկին Գյուղեղյան, հատկապես ձեզ եմ ասում։ Պաշտպանության ոլորտի կարևորագույններից շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները, որի վերաբերյալ հաշվետվությունը մեզ սիրելի քաղաքացիներին կներկայացնենք մայիսի 28-ին։
2025 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայության սահմանված ժամկետը կրճատվել է 18 ամսի, 2026 թվականի հունվարի 1-ից զորակոչված քաղաքացիների համար։ Ավելացվել են շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի օրերը 21-ից մինչև 30 օր։ Կարևոր է նաև, որ զինվորական երթման արարողությունից հետո պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվելու է 2 օր արձակուրդ։ Ավարտին է հասցվել մի շարք տեղամասերում ամրացված շրջանների կառուցումը։ Շուրջ 160 շինարարական օբյեկտում համակարգվել են շուրջ 48 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ։ Մասնակցությունը միջազգային համաժողովներին և ցուցահանդեսներին մեծ տեղ է զբաղեցրել։ 2025 թվականի ընթացքում կազմակերպվել և համակարգվել է հայկական ընկերությունների մասնակցությունն ազգային տաղավարով 13 միջազգային ցուցահանդեսների։ Միջազգային ցուցահանդեսներին ներկայացվել է 152 հայկական ընկերության արտադրանք, կայացել են 400-ից ավելի B2B ձևաչափով հանդիպումներ, կազմակերպվել է 7 գործարար համաժողով։ Սա կարևորում եմ նրա համար, որ Հայաստանի Հանրապետության գործարարները սահմանափակված չեն և նրանց գործունեության զարգացման համար ավելի ու ավելի լայն հորիզոններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով։ Եվ ամենաշատ քննարկված թեմաներից մեկը ճանապարհաշինական ծրագրերով հիմնանորոգվել, միջին նորոգվել, վերակառուցվել եւ կառուցվել է շուրջ 504.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Հիմնանորոգվել, կառուցվել, վերակառուցվել է 267.5 կիլոմետր ճանապարհահատված։ Միջին նորոգման է ենթարկվել 184.3 կիլոմետր ճանապարհահատված, 52.7 կիլոմետր վերակառուցման աշխատանքներ են իրականացվել հայտնի հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում։ Սակայն ամենակարևորը 2018-ից 25 թվականներին իրականացվել է 4735.74 կիլոմետր ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Ճանապարհաշինության հետ մի կարևոր բան եմ ուզում ասել։ Մեր քաղաքացիները տասնամյակներ շարունակ երազել են բարեկարգ ճանապարհների մասին, սակայն այլևս մենք չենք երազում բարեկարգ ճանապարհների մասին։ Քաղաքացիներն արդեն պահանջում են ունենալ բարեկարգ և նորմալ ճանապարհներ։ Սա ինչու եմ ասում, որովհետև 2024 թվականին ավարտվեց Արմանի Սուրասար կաթնաղբյուր ճանապարհի հիմնանորոգումը, որի համար տրամադրվել է 1.1 միլիարդ դրամ։ Եվ կաթնաղբյուրցիներն ասում էին, որ իրենց անընդհատ ասում են, այս ճանապարհը չի վերանորոգվելու, որովհետև Հայաստանը պատերազմող երկիր է և մենք գումար չունենք այդ ճանապարհը վերանորոգելու համար։ Մենք այլևս պատերազմող երկիր չենք և խաղաղությունը իր պտուղները բերում է ամեն մարզ և ամեն համայնք։ Եվ ամենակարևորը առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Մարդիկ այլևս չեն վախենում հիվանդանալ։ Մարդիկ համարձակորեն գնում են հիվանդանոց, մարդիկ փորձում են կանխարգելել հիվանդությունները, որովհետև այլևս հիվանդանոց գնալը մեծ փորձանք և փորձություն չէ։ Հունվարի 1-ից շուրջ 1.5 միլիոն քաղաքացի դարձել է այս ծրագրի շահառու։ Սոցիալական ոլորտներ, կրթություն, սպորտ, մշակույթ, բարձրագույն տեխնոլոգիաներ, մարդկային կապիտալ։ Ասելիքը իրապես շատ է, քանի որ միայն ասելիք չեն, այլ իրականացված ծրագրեր, որոնք շարունակելու են զարգանալ և զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Հայաստանում առաջին անգամ իշխանությունը գնում է ընտրությունների ոչ թե խոստումներով, այլ արդեն իսկ իրականացված ծրագրերով և քաղաքականությամբ, և որպես ամփոփում։ Ուզում եմ անպայման շեշտել, որ այս ծրագրերի, բազում այլ ծրագրերի և բարեփոխումների, որոնց մասին չխոսեցի, նախադրյալն ու շարունակական լինելու հիմքն ու հենասյունը խաղաղությունն է։ Այն խաղաղությունը, որին սպասել ենք տասնամյակներ, որի համար կյանքեր են զոհվել։ Եվ մենք պարտավոր ենք պահել ու փայփայել այն, որպեսզի շարունակենք նաև այլ հավակնոտ ծրագրերով զարգացնել մեր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս միասին տեր ենք կանգնելու խաղաղությանը։ Շնորհակալություն։